Ողջույն սիրելի հայրենակիցներ, Newspress-ը ուղիղ կապի մեջ է Փարիզում հայկական վերածնունդ կազմակերպության հիմնադիր անդամ Շանթ Ոսկերիչյանի հետ։ Պարոն Ոսկերիչյան, ձեր քաղաքական պայքարը դեռ սկսվել է, երբ Հայաստանը անկախության ճանապարհը չէր էլ բռնել, այն ժամանակ դաշնակների հետ էիք։ Մի երկու խոսքով ներկայացրեք այդ ուղին, ինչպիսի ճամփաբաժան եղավ կամ ճանապարհը ինչպես գնաց նրանց հետ եւ որպես այդտեղի քաղաքական ակտիվ ներկայացուցիչ ինչպես եք գնահատում եւ ընդհանրապես ֆրանսահայերը ինչպես են գնահատում ավանդական կուսակցության հայ հեղափոխական դաշնակցության այն քայլը, որ վերջինս փորձեց համագործակցության ձեռք մեկնել իշխանության հետ միասին տանել պատասխանատվությունը Հայաստանի խնդիրները լուծելու հարցում։ Նախ եւ առաջ ես պետք է ասեմ, որ ես իմ քաղաքական խմորումս եղած է դաշնակցության ընտանիքի մեջ Փարիզում։ Եվ զանազան հանգրվանները անցած են, բայց խզումը եղած է հենց այդ ժամանակ, երբ որ Սպյուրքի 3 կուսակցություններով դաշնակցության, հնչակցության եւ ռամգավար ազատական կուսակցության քերակույն մարմինները մի հատ դեկլարացիա հանեցին, երբ այդ ժամանակ որ Հայաստանի ժողովուրդը 1 միլիոն մարդով փողոց էր իջել եւ այդ ժամանակ որ դեկլարացիա հանեցին ասելով որ տուներնից մտեք եւ այդ ժամանակ իրենք օգնեցին Հայաստանի համայնավար կուսակցության առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին ֆինանսական տեսակետով օգնեցին գրվեցավ էս կախնիկ չեմ ասում թերթերում մեջը գրվեցավ այն ժամանակից հետո խզվեցավ իմ գաբս իմիջայլոցս եմ որ ես նաեւ Փարիզում եղել եմ դաշնակցության կամ խորատերթի թղթակից եւ նաեւ նրանից առաջ ազատամարտ շաբաթաթերթի թղթակից եղել եմ բայց իհարկե ես բացարձակապես հայկական վերածնունդ շարժումն է ինձ հետ միագործիկ է եւ ոչ միայն հայկական վերածնունդ շարժումը լիքը մարդիկ նույնիսկ ես ընկերներ ունեմ դաշնակցական ընկերներ որոնք չեն բաժանում այս դաշնակցության 20 տարի է Հայաստանում վարած քաղաքականությունը քանի նախ եւ առաջ պետք է գիտնալ նաեւ որ այո թեգուզ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ բանդարգվեցավ մի մասը արտաքսվեցավ զանազան հայտնի կամ անհայտ պատճառներով բայց նրանից հետո երբ որ Քոչարյանը եկավ առանց մի թադարանի սրանց դուրս չգեցին այսինքն որոշում չկա որ իրենք հանցավոր չեն ասելով եւ այսօր պարոն Ռուստամյանը հանդգնում է ասելու որ նրա իրենցից հետո Հայաստան կամ բանդարգել չի եղած ում է լոեն ում համար խոսում է ինքը կարծում եմ հենց դիրոջու ցայնը եղած է ուրիշ բան առաջ չունի այսինքն մենք մեղմ ասած ասում եմ հայ հեղափոխական դաշնակցության այսօրվա կորսակցությունը լրիվ մեղմ ասած դավաճանություն է նախ եւ առաջ իրենց սկզբունքներով հայ հեղափոխական դաշնակցության այսօր հիմնադիրները Քրիստոֆոր Ռոստոմ-Զավարյանը իրենց թակավին մեջ թերս են տառնում, քանի չեն տեսնում ստեղ դաշնակցության, ինքը ասում է դաշնակցությունը ծառայում է ժողովրդին, ինքը որ ժողովրդին ծառայում է, ինքը միայն ծառայում է համագարքին, ուրիշ բան չէ, ցավոք սրտի ասում եմ ես, այսինքն ես մենք վերածնունդ Սպյուրքում գոյություն չէին ունենալ, եթե իրենք ստացնեին իրենց պաշտոնը եւ պաշտպանեին հայ ժողովրդի շահերը, իրենք հայ ժողովրդի շահերը չեն պաշտպանում։ 20 տարի է միայն իրենք իրենց գրբաններով շահեր պաշտպանում են։ Վերնախավին համար է խոսքս։ Սովորական դաշնակցականներով համար չէ։ Սովորական դաշնակցները հարկելի են։ Այստեղ լուրեր են շրջանառվում, որ Սփյուռքի կառույցները նույնիսկ որոշում են կայացրել ֆինանսավորումը դադարեցնել դաշնակցությանը տեղյակ եք, այդպիսի որոշում կա։ Ես անցավ տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ կառույցի մեջ քննադատությունները շատ են այս համագործակցության գաղափարությամբ Սփյուռքում եւ Ֆրանսիայից արդեն շատ օգնություն գնալը չեմ կարծում որ գնա Հայաստանի կառույցին, բայց Ամերիկայից կարող է ավելի նվազել, Ամերիկան ավելի քննադատական գեցվածներով մեջ է Ամերիկայի դաշնակցությունը Պարոն Ոսկերիչյան, այսպիսի մի հարց, դուք այդտեղ հայկական վերածնունդ ունեք, իսկ այստեղ հայկական մի նոր վերածնունդ ստեղծվեց, դուք բազմիցս դժգոհել եք, դատի կտակ, ինչ կանեք, ինչպես եք որոշում զանազանել, մի քիչ ձեր գործառույթներով տարբեր եք, այդտեղի վերածնունդը եւ այստեղի վերածնունդը կարող են իրար հետ նույն ճանապարհը անցնել։
տարածում եք լեռներ սորեր դարբերություն կա մեր եւ իրենց վարած քաղաքականության միջև ինչպես որ ասեցիք մենք հենց առաջին օրը որ դերեկացանք որ իրենք պիտի արձարծեն անունին պիտի փոխեն օյեգը պիտի դառնա հայկական վերածություն ամիջապես այդ առարտուն անեցինք եւ էսի հայաստանյան ԶԼՄ-ներու մեջ դարածվեցավ բայց երկրորդ անգամ այդ ճիշտ այս համակոմարին առաջ նորենս զգուշացրեցինք բայց ինչ ասեք այսպիսի մարդիկ են որ օյեգի մեջի մարդոց ինչ լավը Հայաստանի ժողովուրդը շատ լավ գիտե նրանք այսպես ասեմ մենք զգուշացում ենք բայց իրենք ասում են զգուշացում ենք իրենց կամ մեկականից մտնում մյուսականից ելնում է եւ կամ ասեմ մեր մոտ այսպես մի բան գասեմ մարդուն երեսին թքնես ասում է անցրև է գալիս այդ գեցված կունեն ոյևիցե մի կորզակցություն երբեք բան չէ բայց Հայաստանի ժողովուրդը պետք է տեսնա որ օյեգը որ անունը փոխեց հաջորդ ճնդրություններուն մի հատ պետք է քվեդա Պարոն Ոսկերիչյան, այստեղից որ գալիս են քաղաքական գործիչները Ֆրանսիա հանդիպում հայ համայնքների հետ, ոգևորությունը մի տեսակ անկաշկանդ է լինում, մարդիկ էլ ավելի են ոգևորվում, բոլորովին վերջերս Ստրասբուրգից Ֆրանսիայի հայ համայնքի հետ փոքր դահլիճում հանդիպեց նաև քաղաքացիական պայմանագրի անդամ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե այսպես քննադատեց իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը հատկապես ընտրությունների մասով Հայաստանում մենք բոլորովին վերջերս ընտրեցինք մարդու իրավունքի պաշտպան, բոլորի համար մի որոշակի ինչ-որ տարօրինակ հանգամանք կար այնուամենայնիվ պարոն Փաշինյանը որոշեց քվեարկել եւ ամբիոնից ելույթ ունեցավ, ասելով, որ որոշել է իր ձայնը տալ հանրապետական կուսակցության առաջադրած տեխնացուին Արման Թաթոյանին։ Դա ինչ որ վստահության խնդիր կամ ընդհանրապես ինչպիսին է տրամադրվածությունը, չէ՞ որ այդտեղ խոսվում է այլ ակունքներից, այստեղ գործ է արվում մեկ այլ կողմից։ Նախ եւ առաջ այդ հանդիպումը Ստրասբուրգ չէր, Փարիզում էր, ինքը գնացել էր Ստրասբուրգ։ Ստրասբուրգից վերադարձավ այո Փարիզ եւ հանդիպեց Փարիզի։ Ես գնացել եմ այդ հանդիպմանը եւ առաջին հարցն ես եմ տվել, որ ոնց ինչ իրավասու ինչ հավատ ունի որ քվեադուպերով միջոցով կարող է մի բան փոխել Հայաստանում գնալով 2017-ի ընտրություններուն ինքը դվավ բացատրություններ այդ իրեն 6000 հոգի մասնակցությամբ եւ այլն բայց իհարկե ինձ սրանք չկոացուց եւ ես իրեն օրինակ բերի ինքը երբ որ այդ ժամանակ բանդներ գտնվում եւ հագի մասկը գազմել եւ իրենց ընկերները լիուլի հսկեցին այդ ընդրադարածքեն ուր ինքը պետք էր ընդրվել եւ իրեն դիմաց տրազեի մի հատ խրտվիլակ եւ նույնիսկ այդ պայմաններով չաճողվեց այսինքն այսօր ինքը 6000 չի 16000 մարդնի ոչ մի բան փոխելիք չէ ընդրություններով Հայաստանում ոչ մի բան չի կարող փոխվել էսի 100% հստակ է էսի բացատրեցի իրեն բայց ինքը դեռ ուզում է այդ ճամփով գնալ իր պրոբլեմն է իսկ կարող իր նոր օմբուդսմենին ինыбաց քվեարկելուն ես չեմ կարող ասել իբր նախքին կապանդարգյալ ոնց կարող է իր համար քվեարկել բայց ի վերջո ես ոյվիզե մի բացատրություն չեմ տեսել նույնիսկ համացանցի վրա չեմ տեսել որ ինչու այդպես քվեարկեցելով չեմ կարող այդ սրա մասին ասել